Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թավյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ադրբեջանը նոր առաջարկ է ներկայացրել անհետ կորած անձանց հարցի վերաբերյալ, Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է գործակցել Հայաստանի հետ և առաջարկում է ստեղծել գաղտնի տեղեկատվության փոխանցման համակարգ։ Որն է IMEI կոդերի գրանցման նպատակը, արդարադատության նախարարը մանրամասներ է հայտնել։ Անվտանգ կենսագործունեություն նախնական զինվորական պատրաստության փոխարեն, ինչ հարցեր է առաջացնում այս փոփոխությունը։ Կրակոցներ Վանաձորում Պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը, ինչ մանրամասներ են հայտնի։ Փոխվել են արդյոք Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, թե խոսքը միայն բանակցային նոր մարտավարության մասին է, ինչ են ցույց տալիս վերջին հայտարարություններն ու զարգացումները։ Ադրբեջանը նոր առաջարկ է ներկայացրել անհետ կորած անձանց հարցի վերաբերյալ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը անհետ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը խորագրով միջազգային կոնֆերանսում հայտարարել է, թե Բաքուն բաց է աշխարհի համար անհետ կորած անձանց հարցի վերաբերյալ և վերահաստատում է պատրաստակամությունը այս ոլորտում գործակցելու հայկական կողմի հետ։ Առաջարկում են ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին գաղտնի տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում նրանց թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն։ Իսկ հարևան երկրում քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերը հույս են ներշնչում։ Սա տարածաշրջանի համար ստեղծում է կայունության և գործակցության ավելի մեծ հեռանկարներ։ Նրա խոսքով այսօր տարածաշրջանն ունի մեծ ներուժ ամրապնդելու իր դերը որպես առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության կենտրոն։ Մեկ այլ տվյալ էր հրապարակել է ազգային անվտանգության ծառայությունը։ Կառույցը Newsem-ի մեր գործընկերներին հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի։ IMEI կոդերի գրանցման նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության տակ առնելը չէ, պնդում է արդարադատության նախարարը։ Սրփոյի Գալյանը վստահեցրել է, որ ծրագիրը միտում ունի արգելելու ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստան։ Մենք հիմա աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ եւ կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պետք է որ փարատվեն եւ պետք է վերադառնանք նախագծի նպատակին, նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով կամ ապօրինի ճանապարհով հեռախոսների մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն արգելելն է։ Եկեք չշեղվենք այն նախաձեռնության նպատակից, որը որ եղել է։ Հիշեցնեմ, որ նոր կարգավորմամբ յուրաքանչյուր հեռախոս պետք է ունենա գրանցված IMEI կոդ, հակառակ դեպքում բջջային օպերատորը չի մատուցի կապի ծառայություն։ Բացի այդ, սահմանվում են նոր տուրքեր մինչև 2 տարվա հեռախոսների ներմուծման համար։ Իսկ ներմուծողները պարտավոր են գրանցել յուրաքանչյուր սարքի IMEI կոդը։ Փորձագետները զգուշացնում են, նման ծավալի տվյալների կենտրոնացումը կարող է մեծացնել կիբերանվտանգության ռիսկերը և հարցեր առաջացնել համակարգի իրական նպատակի ու վերահսկման սահմանների վերաբերյալ, և նման որոշում չպետք է կայացներ պետությունը առանց ավելի լայն քննարկման։ Ըստ նախագծի ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, ոչ պետական, որին շատ չափազանց շատ տվյալներ են տրվում, այսինքն ձեր հեռախոսի email-ին, SIM քարտը, անձնագրի համարը, պլյուս նաև սահմանի շարժը, դա բացատրեմ, սա էլ է կարևոր։ Իրականում այս ինչա լինելու, այսինքն լինելու հետևյալը, եթե ձեր հեռախոսը պետական ռեեստրում չկա, այդ email-ին,
ինքը բլոկվելու է։ Դպրոցական մեկ առարկայի փոփոխությունը Հայաստանում վերածվել է ավելի լայն քննարկման։ Խոսքը միայն ուսումնական ծրագրի վերանայման մասին չէ, այլ այն հարցի, թե ինչպիսի քաղաքացի եւ ինչ արժեքներով է ցանկանում ձևավորել պետությունը։ Ինչ է փոխվում եւ ինչու է այս նախաձեռնությունն արդեն բուռն մասնագիտական քննարկումների առիթ դարձել, Անահիտ Սարգսյանն է փորձել բարձել։ Դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկան փուլային կարգով անվտանգ կենսագործունեություն առարկայով փոխարինելու նախաձեռնությունը դեռևս հանրային քննարկման փուլում է, սակայն արդեն իսկ մասնագիտական շրջանակներում մի շարք հարցեր եւ մտահոգություններ է առաջացրել։ Թեև ԿԳՄՍ նախարարությունը փոփոխությունը ներկայացնում է որպես կրթական բովանդակության ընդլայնում, ներառելով նաև արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ, մասնագիտական շրջանակներում շեշտում են։ Հիմնական խնդիրը ոչ թե անվանափոխությունն է, այլ գաղափարական փոփոխությունը։ Եվ չնայած դեռ պարզ չէ նոր առարկայի ամբողջական բովանդակությունը, սակայն ակնհայտ է, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում։ Այս հիմնավորումը բավական չի, որովհետև այդ հիմնավորումը բավական կլներ, եթե մնար ՆԶՊ-ն եւ ավելանային լրացուցիչ հմտություններ, որոնք մարդկանց կպատրաստեին ջրհեղեղների, հրդեհների, երկրաշարժերի տարբեր ժամանակ, թե ինչպես պետք է պահել եւ անվտանգությունը ապահովել, բայց ոչ դրա փոխարեն։ Դա կլիներ, երբ որ մենք ուղղակի ժամերը ավելացնեինք, բայց ոչ նորից եմ ասում դրա փոխարեն։ Եվ դրա համար պարզ է արդեն ակնհայտ է ընդհանուր քաղաքականությունը դեպի ուր է տանում, անվտանգության մասին խոսելիս ավելի շատ խոսելու են կարծես թե աղետների մասին եւ ոչ պատերազմների մասին։ Ռազմական փորձագետ Կարեն Հովանիսյանի գնահատմամբ, եթե նախկինում նախնական զինվորական պատրաստությունը հաճախ ունեցել է ձևական բնույթ եւ բավարար գործնական արդյունք չի ապահովել, ապա ցանկացած նոր մոդելի դեպքում կարեւոր է, որ այն զարգացնի աշակերտների հմտությունները, հատկապես զենք զինամթերքի օգտագործման կանոնների տիրապետման առումով։ Տեսականորեն արտակարգ իրավիճակների դեպքում էլ նաև պետք է մարդը տիրապետի զենքի, այսպես ասենք, մինիմալ կարգու կանոնին եւ կարողանա զենքից ինքը օգտվել արտակարգ իրավիճակներում եւս այդպես պետք է լինի։ Բայց չեմ կարող ասել, թե ինչ որքանով կներառեն նախնական զինվորական պատրաստականության առարկան այդ առարկայի մեջ, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դեմ եմ, որ ներառեն, որովհետեւ այն պետք է լինի իրականում առանձին առարկա, թեկուզ 2 շաբաթը մեկ անգամ, բայց լինի առանձին առարկա եւ այն անցկացվի ոչ թե դասարանում, այլ հենց զորամասում, այդ դասընթացը անցկացվի հենց զորամասում։ Ռազմական փորձագետի կարծիքով նույնիսկ քաղաքացիական մակարդակում անհրաժեշտ է, որ թե տղաները, թե աղջիկները ունենան զենքից օգտվելու նվազագույն գիտելիքներ։ Փորձագետը ընդգծում է նաև միջազգային փորձի դիտարկման կարևորությունը, նշելով, որ տարբեր երկրներում կիրառվում են տարբեր մոդելներ։ Նրա խոսքով օրինակելի մոտեցումներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության փորձն է, որտեղ ըստ նրա դպրոցական եւ արտադպրոցական ծրագրերի միջոցով իրականացվում է պարտադիր ռազմական եւ գործնական պատրաստություն։ Ոչ միայն դպրոցներում, այլ նաև պարտադիր ճամբարներում, մեր պատկերացած ճամբարներում, որոնք որ Իրանի Իսլամական Հանրապետության դեպքում տևում են 15-ից մինչև 30 օր, ամեն տարի պարտադիր անցնում են տղաները, պարտադիր անցնում են զինվորական նախնական պատրաստականություն։ Իսկ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը շեշտում է, կարևորն այն է, թե ինչ նպատակ ունի պետությունը։ Եթե կարծում ենք, թե պաշտպանության կարիք չունենք եւ ուզում ենք պարզապես աշխարհաքաղաքացի լինել, ուրեմն նախնական զինվորական պատրաստություն առարկանալ կարող է փոխարինվել անվտանգ կենսագործունեությամբ։ Եթե մենք խոսում ենք գլոբալ անվտանգության մասին, ստացվում է, որ մենք ավելի շատ խոսելու ենք գլոբալիզացիայի, աշխարհաքաղաքականության կամ աշխարհի քաղաքացի լինելու մասին, որտեղ ընդհանրապես զենք կիրառել, սեփական պաշտպանությունը կազմակերպելու կարիքը չկա։ Դու կարող ես շատ հեշտությամբ լքել այդ երկիրը, ուրիշ մի երկրում ապրել։ Կարևորը այստեղ ինչն է, կարևորը ստամոքսն է եւ ստամոքսի հետ կապված մտածողությունը։ Ըստ Ատոմ Մխիթարյանի, նախնական զինվորական պատրաստություն առարկայի փոխարինումը պետության որդեգրած քաղաքականության շարունակական քայլերից մեկն է միայն։ Եթե մի քիչ ավելի կողքից նայենք, հասկանում ենք, որ այս ամբողջը տեղավորվում է ադրբեջանական, արևմտյան Ադրբեջան քաղաքականության ներքո, որովհետև Ադրբեջանը ինչ է ասում, ասում է, որ Հայաստանին զինված ուժեր պետք չեն, նրան բանակ ընդհանրապես պետք չի, եւ մեր իշխող կուսակցության վարչախմբի ներկայացուցիչներն էլ ասում են, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։
Մասնագետների գնահատմամբ անվտանգ կենսագործունեություն առարկայի ներդրման շուրջ քննարկումը դուրս է գալիս միայն կրթական ծրագրի շրջանակից եւ վերածվում է ավելի լայն հարցի։ Մեզ առհասարակ պետք է ռազմահայրենասիրություն, թե ոչ, եւ ինչ ոգով է դպրոցում դաստիարակվում աշակերտը, առաջին հերթին որպես պետության քաղաքացի, թե աշխարհաքաղաքացի։ ԿԳՄՍՆ-ից փոխանցում են առարկան ներդրվելու է 2026-ից 2027 ուսումնական տարում, 5-րդ եւ 10-րդ դասարաններից սկսած, իսկ մինչեւ ներդրման ավարտը կպահպանվի նախնական զինվորական պատրաստություն առարկան։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Պայմանագրային զինծառայողը Վանաձորի համայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող նախնական տվյալներով օդաճնշի ճանապարհով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնի։ Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, որին զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշի ճանապարհը եւ հայտնել, որ այն պատկանում է իրեն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում, Ջերմուկի Օլիմպիա առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, նույն օրը առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ աղջկա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Լոռու մարզում ժամը 9-ին հայրը սպիտակ բժշկական կենտրոն է տեղափոխել իր 8-ամյա որդուն։ Բժիշկներին հայտնել է, որ երեխան գիշերը ջերմել է։ Պարզվել է, որ երեխան մահացել է իրենց տանից սպիտակ բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն գտել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 842,750 անձ արդեն օգտվել է առողջության ապահովագրության ծառայություններից 6 ամսվա ընթացքում։ Նրա խոսքով 2028 թվականի հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները ներառված կլինեն առողջապահական ապահովագրության համակարգում։ 2027 թվականի հունվարի 1-ից մեզ միանալու են նոր խմբեր։ Դրանք են քաղիրավական պայմանագրերով աշխատողները, միանալու են տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, միանալու են արդեն անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները եւ նաեւ առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ մենք ունենք ելի մի քանի խմբեր ու մասով պետք է քննարկում իրականացնենք, արդյոք 27 թվականի հունվարի 1-ից նրանք եւս կմտնեն պետության կողմից 100% սուբսիդավորվող քաղաքացիների շարքին։ Անահիտ Ավանեսյանը Թուրքիա է մեկնում։ Փաշինյանի որոշմամբ նախարարը հուլիսից 1-ից 2-ը կմեկնի Ստամբուլ մասնակցելու նախարարական համաժողովին։ Անահիտ Ավանեսյանի գործուղման ճանապարհածախսը եւ գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի Թուրքիայի հաշվին։ Առաջին հայացքից թվում է, թե Մոսկվան մեղվացնում է իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, սակայն փորձագետները խորհուրդ են տալիս չշտապել նման եզրակացությունների հարցում, նշելով, որ հռետորաբանության փոփոխությունը դեռ չի նշանակում քաղաքական կամ ռազմական նպատակների վերանայում։ Ինչ են իրականում նշանակում Պուտինի վերջին հայտարարությունները, Անի Աբաղյանի ռեպորտաժով։ Спасибо. Прошу вас. Спасибо большое. Ռուսաստանը չի պատրաստվում փրկել Կիևի ռեժիմը, սակայն նաև չի խոսում իշխանափոխությունը որպես բանակցությունների նախապայման ներկայացնելու մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններն առաջին հայացքից կարող են հռետորաբանության փոփոխություն թվալ, սակայն փորձագետների կարծիքով դրանք ավելի շատ բանակցային մարտավարության, քան ռազմավարության փոփոխության մասին են։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մերժել է ռազմական գործողությունները միայն առանձին ուղղություններով սահմանափակելու ուկրաինական առաջարկը, պնդելով, որ նման քայլը հնարավորություն կտար Կիևին վերախմբավորել ուժերը եւ ուժեղացնել պաշտպանությունը հիմնական ճակատներում։ Բացի այդ,
Պուտինը հայտարարել է. Все эти средства защиты Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական ենթակառուցվածքների վրա հարվածները չեն ազդում առաջնագծի, շփման գծի երկայնքով ստեղծված իրավիճակի վրա։ Դրանք իրականացվում են ոչ միայն մեզ վնաս հասցնելու, այլև Ռուսաստանի հետ դիմակայության շրջանակներում տեղեկատվական արշավը խթանելու համար։ Рятувальники, державні Քաղաքագետի խոսքով վերջին ամիսներին կողմերի հռետորաբանությունում նկատվող փոփոխությունները պայմանավորված են բանակցային գործընթացի տրամաբանությամբ։ Եթե պատերազմի սկզբնական փուլում գերակշռում էին առավելագույն պահանջները, ապա այժմ կողմերը փորձում են ձևավորել բանակցային միջավայր, ինչը ենթադրում է նաև որոշակի ճկունություն։ Պուտինի հայտարարություններից ըստ Պողոսյանի կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը պատրաստվում է ոչ թե արագ ավարտել պատերազմը, այլ նախ ամրապնդել դիրքերը մինչև հնարավոր նոր բանակցային փուլը։ Ուկրաինան մեծացնում է Ռուսաստանի վրա հարձակման տեմպերը այս փուլում, որպեսզի բանակցային գործընթաց ունենա ել ավելի ամուր դիրքեր, Ռուսաստանի որոշակի զիջումներ պարտադրելու կամ առնվազն Ռուսաստանի պահանջները մեղմելու համար։ Ռուսական կողմը իր հերթին պատրաստ չէ Ուկրաինային տալու հնարավորություն, այլ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի առաջարկը սահմանափակել ռազմական գործողությունների, եթե ճիշտ եմ հիշում, 50-60 կիլոմետր խորության վրա եւ կենտրոնացնել կոնկրետ 3 շրջաններում, իսկ մյուս շրջաններում ռազմական գործողությունները դադարեցնել Մոսկվան մերժել է։ Թեև բանակցային շփումները շարունակվում են, փորձագետը չի շտապում եզրակացնել, որ պատերազմի ավարտը մոտ է։ Նրա խոսքով հակամարտության ելքը կախված չէ միայն Մոսկվայից եւ Կիևից։ Սա կախված է բազմաթիվ կողմերի ցանկություններից, շահերից, հետևաբար վաղը խոսել, որ հնարավոր է շուտապույտ ռազմական գործողությունների ավարտի մասին խոսել։ Very distinguished and respected. Պողոսյանի գնահատմամբ պատերազմի ավարտով առավել շահագրգռված են Միացյալ Նահանգներն ու Չինաստանը իրենց ավելի լայն աշխարհաքաղաքական առաջնահերթությունների պատճառով։ Միևնույն ժամանակ նրա կարծիքով երկարատև պատերազմը ձեռնտու չէ նաև Ռուսաստանին, քանի որ սահմանափակում է նրա հնարավորությունները այլ ռազմական ուղղություններում։ Ուստի, չնայած հռետորաբանության փոփոխություններին, հակամարտության ավարտի մասին խոսելը դեռ վաղ է։ Իսկ ներկայիս հայտարարությունները ըստ փորձագետի ավելի շատ հաջորդ բանակցային փուլի նախապատրաստության մասն են, քան մոտալուտ խաղաղության ազդակ։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թել Ավիվը կարող է վերսկսել պատերազմն Իրանի հետ արդեն վաղը։ Նրա խոսքով ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է երկու սցենարով։ Առաջինը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ բանակցությունները համարի անարդյունք եւ սպառված, երկրորդը, եթե Իրանը հրթիռային հարված հասցնի Իսրայելին։ Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը Վադիմ Երմոլաևը ծանր վնասվածքներ է ստացել Մոնակոյի շքեղ բնակարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով։ Վիրավոր է նաև կինը Աննան եւ ընտանիքի 4 երեխաներից մեկը։ Երեքն էլ տեղափոխվել են Նիսի հիվանդանոց, կնոջ վիճակը նույնպես գնահատվում է ծանր։ Նախնական տվյալով պայթյունը կազմակերպել է սև գլխարկով եւ մարզահագուստով տղամարդը, որը դեպքից հետո փախել է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։